Երեք կնոջից հետ զբոսնում ենք և մտածում ենք մեր հայկական ասացվածքների մասին և մեկի վրա կանգնեցինք։ Գիտեք դա որն է, որտեղ հաց, այնտեղ կաց։ Ճիշտ ասած ես չգիտեմ առաջինը դա ով է ասել, ինչպիսի միջոցների մեջ է եղել, որ ասել է, որտեղ հաց այնտեղ կաց, բայց ցավը նրանում է, որ դա մտել է մեր ազգի մեջ և մինչև այսօր ապրում է և մենք փոխանցում ենք դա սերունդներին։ Միգուցե ինչ-որ մեկի համար դա ճիշտ է, բայց ինչ-որ մեկի համար սխալ, բայց դուք չեք զգում, որ մեր խնդիրը հենց սկսում է տեղից։ Մենք չենք մտածում շատ անգամ հաց ստեղծող լինենք, մտածում ենք որտեղ հաց, այնտեղ կաց։ Երեխաներին սովորացնում ենք, բայց միգուցե քո երեխան ստեղծված է հաց ստեղծելու համար, մի բան ստեղծելու, տեսիլք ունենալու, նպատակ ունենալու։ Գիտեք Աստված որ մարդուն ստեղծել է նպատակով, տեսիլքով, որ մարդը պետք է արարի ինչ-որ մի բան անեմ։ Իսկ այս տեսիլքը բերում է նրան, գնանք ուր ասես, մի հաց գտնենք, կողքը նստենք, որտեղ հաց, այդտեղ կաց, որտեղ կաց, այդտեղ հաց, և ոնց ուզում եք ասեք։ Սիրելիս, եկեք մտածենք, ես ես խորհուրդ եմ տալի, եկեք փոխենք մեր ասացածները և սկսենք ուրիշ բանի մասին մտածել, ուրիշ ձև խոսել, ինչու չասել, որտեղ դու, այնտեղ հաց։ Միգուցե դա ավելի լավ կլինի, Տերը օրհնի ձեզ։